Կառավարության մեր գործընկերներին, հատկապես էկոնոմիկայի նախարարության պարոն վարչապետ, նաև ձեզ վստահ եմ, որ դուք եք այս հարցով զբաղվել, գուցե նաև արտաքին գործերի նախարարության մեր գործընկերները, վերջի ժամանակաշրջանում կոնյակագործները բախվում են մի խնդրի, որը պայմանավորված է արտահանման հետ եւ հարևան մեր եղբայրական Վրաստանում խնդիրների են առնչվում եւ կարծեք թե այդ խնդիրը երկար ժամանակ հանգուցալուծում չի ստանում, նաև մեր ազգային ժողովի գործընկերները տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ պաշտոնակատար պարոն Թունյանն է այցելել, բայց մինչ այսօր կարծեք թե այդ խնդիրը մասնակիորեն է լուծվում եւ երեկ էլի Պեկի մեր գործընկերները կոնյակագործներին հայտնել են, որ կարող են որոշակի մեքենաներ ուղարկել, բայց հատվածական լուծումը եւ ամբողջական լուծում մինչ այս պահը չկա։ Ես կխնդրեմ պարզաբանեք վրացի մեր գործընկերների հետ, կառավարության ձեր գործընկերների հետ կան պայմանավորվածություններ եւ այդ խնդիրները ինչպիսին են, որ մինչ այսօր դրանք չեն կարգավորվում, որովհետեւ մի այլ հարց ոչ մեկ չէր պատկերացնի, որ մեր Հայաստանում մեր եղբայրական ժողովրդի վրացիների դեսպանատան մոտ կարող են նույնիսկ բողոքի ակցիաներ տեղի ունենան։ Շնորհակալություն։ Հարցին կպատասխանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Պարոն Բաքոյան, շնորհակալ եմ հարցի համար։ Իրապես ճիշտ եք, ես մի փոքր նախապատմությունը սկսեմ, ինչ որ պահից վրացական կողմը այսպես ասենք փորձաքննություններ իրականացնելու պատճառաբանությամբ կանգնեցրեց հայկական բեռնատարները, որոնք որ տեղափոխում են շալացված կոնյակ հայկական բրենդի եւ ըստ էության այդ պայից մենք ակտիվ աշխատանք ենք իրականացրել եւ մի փուլում որոշակի համագործակցության արդյունքում 61 մեքենա հնարավոր եղավ տեղափոխել եւ դրանք ամբողջությամբ արդեն Ռուսաստանի Դաշնության տարածքում են, այսինքն այն վերջնակետում, որտեղ որ պետք է գնային, դրանից հետո որոշակի մի քանի օր կանգ տեղի ունեցավ, 3 նորից սկսել ենք ակտիվ աշխատանք, այսինքն ակտիվ աշխատանքը մշտապես եղել եւ 3 խոստացան, որ 50 մեքենա թույլ կտան, մինչեւ ես այստեղ կգայի 1 ժամ առաջվա դրությամբ արդեն 33 մեքենայի, այսպես ասած, դրական թույլտվություն տեղի ունենում եւ ընթացքը շարունակվում է, վրացական կողմը խոստացել է մեզ, որպեսզի այդ հարցը լուծվի, հիմա իրենք որոշակի մեխանիզմ են առաջարկել եւ այդ մեխանիզմով մենք շարունակում ենք համատեղ աշխատել, այսինքն ընդհանուր առմամբ խնդրեմը, որ դուք ներկայացրեցիք կա եւ բայց նաեւ պետք է նշեմ, որ այսօրվա դրությամբ մենք ունենք դրական զարգացում, մասնավորապես 33 մեքենա այդ դուրս է եկել Գեզի կոչված մաքսային տարածքից եւ գնում է դեպի Վերին Լարց, այսինքն իրենք հիմա ճանապարհին են։ Արձագանք։ Շնորհակալ եմ, պարոն Պապոյան, վստահ եմ նաև տեղյակ եմ ձեր աշխատանքից, էկոնոմիկայի նախարարության աշխատանքից, կառավարության մեր մյուս գործընկերների, կառավարության ղեկավարի անհանգստության մասով, խորհրդարանի կատարած աշխատանքով կամ փորձերը, որ այս խնդիրը լուծվի։ Դուք խոսեցիք հատվածական լուծումների մասին, որ այս պահին առաջացել են թե մեքենաների լոկացիան ինչպիսին է, բայց խնդիրը որն է, որ ինչ որ պահից վրացի մեր գործընկերները խնդիր են իրենց արժև կամ որևէ խնդիր են դրել եւ դրանից հետո սկսել է նման խնդիր առաջանալ եւ համապարփակ խնդրի լուծում մեր հարևան երկրի գործընկերները արդյոք առաջարկում են, թե այս պահին մեզ համարել է անհասկանալի, ինչի են նման մոտեցում իրենք ցուցաբերում։ Շնորհակալություն։ Տեսեք, իրենք մեզ ասում են հետեւյալը, ասում են, որ
կան իրենք ունեն կասկածներ, որ այդ մեքենաների կամ այդ կոնյակի մի մասը, այսպես ասած, կոնյակ չէ եւ պետք է որոշակի փորձաքննություններ իրականացնել։ Ես պետք է նշեմ, որ ըստ էության այդպիսի իրավունք ունի այն երկիրը, որը ստանում է այդ ապրանքը, փոխադրող տրանզիտ երկրները այդպիսի իրավունք չունեն եւ մենք դրա մասին տեղեկացրել ենք մեր գործընկերներին եւ մեխանիզմի առումով մենք ինքներս ենք առաջարկել մեխանիզմ, որ եթե որևէ մեքենայի հետ կապված կա կասկած, ապա առաջարկում ենք հետեւյալը համատեղ վերցնենք նմուշը, այդ նմուշը ուղարկենք եվրոպական որևէ լաբորատորիա, այնտեղ փորձաքննության իրականացվի եւ ըստ էության, այսինքն եթե անգամ այդպիսի ուրեմն կասկածի հնարավորություն կա, ապա մենք պատրաստ ենք նաև միջազգային փորձաքննության գնալ, միևնույն ժամանակ ես ուզում եմ նշել նաև, որ մենք հիմա ակտիվ աշխատում ենք Հայաստանում այդպիսի լաբորատոր կարողություն ձևավորելու ուղղությամբ եւ հիմա բոլոր սարքավորումները ըստ էության գնված են, հիմա տրեյնինգի փուլի մեջ են մեր ավարտեմ տրեյնինգի փուլի մեջ են մեր աշխատակիցները, ՍԱՏՄ-ի աշխատակիցները, որից հետո նրանք իրենք կարողանան հավատարմագրվել եւ այդ փորձաքննությունն իրականացնել։